Վերջին ժամանակներում Հայաստանում տեղի ունեցող ամենադրական գործընթացներից մեկը զանազան փառատոններն են՝ էլ գինու, էլ գարեջրի, էլ ոչխարներ խուզելու։ Սա շատ գեղեցիկ ավանդույթ է։ Ինչպես ենք ինքներս մեզ ընկալում, ինչպես ենք ներկայանում աշխարհին, ինչպես ենք մոռանում մեր ներկա ու շատ տխուր վիճակը։ Դա նույնիսկ ինքնազարմանք ու ինքնահիացում է առաջացնում։ Պատերազմական իրավիճակում խմել ու ցնծալ Սարյան փողոցում, ցույց տալը, որ կարևորը վայելքն է։ Բայց կարծես եղած գրանցված փառատոններին ավելացավ եւս մեկը, ընդ որում առանց կառավարության ու ԿԳՄՍ աջակցության, կամ համենայն դեպս այդ աջակցությունը հանրությունը չտեսավ։ Անցած շաբաթ Հայաստանում կարծես նշվեց ծեծի փառատոնը։ Սա մի ինքնաբուխ ժողովրդական ակցիա էր, որը կարելի է դարձնել բարի ավանդույթ։ Հանրապետություն կուսակցության անդամ Հայկ Սահակյանը, հետո ինքը նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը, նա մեկ աջ, մեկ ձախ ձեռքով հարվածներ է հասցրել Չախոյանի գլխին։ Շաբաթվա ընթացքում սկզբում բժշկի ծեծեցին, ապա պարեկների, ապա ծեծի փառատոնը եզրափակվեց պաշտոնական մասով։ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը, մի հայրենասեր, ինքնիշխան ու եվրոպամետ անձնավորություն, իր օգնականների, աշխատակիցների եւ երևի թե պարզապես լավ աղբերների հետ ուղիղ եթերում ծեծեց ՌՍՀ-պատակ մի ակտիվիստի։ Իհարկե, չար լեզուները կասեն, թե ինչպես կարող էր նման արտաքին ու պատկերացումներ ունեցող գործիչը հայտնվել այդ պաշտոնում, բայց մի հավատացեք չար լեզուներին։ Հայաստանն այնպիսի արտաքինով գործիչներ է ունեցել, որ Նոր Նորքի թաղապետը բնավ ամենավատը չէ։ Մոտեցել են եւ խոսակցության ընթացքում այդ արդյունքաբեր գազը փչել երեսին, ահավոր ծեծի ենթարկել, ձեռնաշխտաները հագցրել եւ տեղափոխել ոստիկանության արաբկիրի բաժանմունք։ Հիմա իր ձեռը կոտրած, թաթի մատերը կոտրատած եւ աչքերը ընդհանրապես չի տեսնում, գլուխը ուռած վիճակում ինքը գտնվում է ոստիկանության արաբկիրի բաժանմունքում։ Բայց նորմալ մարդու մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու եղավ նման ծեծ։ Պաշտոնական կուսակցական բացատրությունն այն էր, որ այդ ծեծը հանուն ինքնիշխանության էր։ Պուտինենք չէին կարողացել մարսել հերոս Տիգրան Տեր-Մարգարյանի այցը ուկրաինական Բուչա եւ հայկական արմատներ ունեցող մի փոքրիկ անօդաչու սարք էին ուղարկել ընդդեմ պանծալի հերոսի։ Բայց խորքային պատճառներն այդքան էլ պարզ չեն։ Գիտնականների մի խումբ պնդում է, որ Նոր Նորքի վարչական շրջանում մեծ թափով ծաղկում ու զարգանում է կրթելը նորաձև է շարժումը, եւ Արթուր Չախոյանի հանդեպ տեղի ունեցած ակցիան բռնություն չէր, այլ կրթական հատուկ ծրագիր։ Պատմության մեջ չի եղել նման բան, որ հասարակ քաղաքացին հնարավորություն ունենա այսքան մոտիկից շփվելու երկրի ղեկավարի հետ, այսինքն քաղաքացին իրավունք ունի այսօր վարչապետի հետ անմիջական կապ ունենալու եւ շփվելու։ Զրուցակիցս մանկավարժ ներկայացավ ու չհավանեց, ինչ սովորեցիք հարցը։ Մենք չենք գնացել այստեղ այս պահին սովորելու, սա մեծ գաղափարախոսություն է, որի մասին պիտի լսեք։ Մեկ այլ վարկածի համաձայն իրականում Արթուր Չախոյանին շատ են սիրում ու գնահատում Նոր Նորքի թաղապետարանում, իսկ ծեծը, ինչպես գիտեք, սիրո նշան է։ Ինչքան բուռն է սերը, այնքան ավելի կրքոտ է ստացվում ծեծը։ Մի կիսապաշտոնական վարկած էլ կա, որ այդ ծեծով արագացավ Հայաստանի եվրոինտեգրացիան, այսինքն դրանից հետո եվրոպական ներդրումները մեծ ծավալով կաճեն, վիզաները ավելի հեշտ կտան հայերիս, մանավանդ Նոր Նորքի թաղապետի դեմք ունեցողները մշտական վիզա կստանան, շառից փորձանքից հեռու լինելու համար։ Ես նոր եկա թաղապետարան, առավոտվանից քաղաքապետարանում էի այլ միջոցառումների կազմակերպման հետ կապված, որից հետո ժամը 3-ին քաղաքապետի հետ հրավիրված էի Հանրապետության մետրո այնտեղ բացման արարողություն կար։ Շատ լավ իմանալով պարոն Չախոյանը եւ Մեսրոպը Մանուկյան, որ ես այստեղ չեմ, սարքել էին այդ շոուն։ Նախ սկսեմ նրանից ինչից է սկսվել։ Այո, ես հայոյել եմ հեռախոսով, չեմ հրաժարվում, վերահաստատում եմ հայոյանքս։ Բայց այս ծեծը միայն արտաքին գործոններով բացատրելը ճիշտ չէ, որովհետև այդպես մեր նորահայտ փառատոնը կտրվում է իր հայրենի հողից։ Ծեծի ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ դա մասիվի հինավուրց ու գեղեցիկ ավանդույթներից մեկն է, որը թաղապետը պարզապես չի կարող խախտել։ Ավելին, նույնիսկ արդեն առաջարկ կա, որ մասիվի թաղապետարանում անցկացվող հանրային լսումները պաշտոնապես կարելի է անվանափոխել հանրային տփումների։ Համաձայն եք, որ այդպես շատ ավելի ազնիվ կլինի։ Սովորական քաղաքացիները թաղապետարանում կազմակերպվող քննարկումներին մենակ չեն գնա, հետները կվերցնեն լավ աղբերների, որպես հավելյալ անվտանգային երաշխիք կարելի է վերցնել նաև երկաթե ձող, մի մեծ դանակ կամ ինքնաշեն հրազան։ Պատկերացրեք, թե ինչքան արդյունավետ կդառնան դրանից հետո հանրային շահի պաշտպանության քննարկումները։
Շատ միամիտ են, իրանք անկեղծ ասած, այստեղ գալու ճանապարհին եմ իմացել, մի քիչ անձնական գործերով երկոր մեկուսացած էի, զբաղված էի, լավ չեմ տիրապետում, ինչ ոնց, ինչ է ասվել։ Մեկ այլ վարկածի համաձայն նոր-նորքի թաղապետն այդպես է արել Հայաստանի ազգային շահից ելնելով։ Դրանով նա ցույց է տվել Հայաստանի թշնամիներին, թե ինչ կարող է լինել իրենց հետ, եթե նրանք համարձակվեն հարձակվել մեր հինավուրց երկրի վրա։ Եթե մենք այդպես ենք վարվում սեփական քաղաքացիների հետ, ապա ինչ կանենք թշնամիների հետ։ Չարլեզուներն ասում են, որ երկրի վարչապետը չի կիսում այս մոտեցումը, բայց մի հավատացեք ստոր հերյուրընկներին։ Թող իմանան մենք չենք թանար խաղալիք, այնպես կձգենք, որ հիշեն հոր հարսանիք։ Վերջապես մի բացատրություն էլ կա։ Նոր-նորքի թաղապետը փորձում է իր անձի օրինակով ցույց տալ, թե ինչպես կարող է վերածնվել հայոց փառապանծ այրուձին, որը դարեր շարունակ կռվի ամենաթեժ պահին ներխուժում էր թշնամական զորքի շարքերի մեջ եւ կոտորած իրականացնում։ Իհարկե, վարկածները շատ են, բայց միանշանակ է, որ ծեծի հինավուրց ավանդույթը պետք է փայփայել ու փառատոնից բացի հիմնել նաեւ ծեծի եւ ինքնիշխանության պետական թանգարան, որովհետև ազգային բառը վարչապետի դուրը չի գա։ Այնպես որ, ինչպես ասում էր Վարդան Մամիկոնյանը, on under հայոց այրուձիուկ, Գևորգ Էմինտերյան, Օրագիր Նյուզ։